Մի անգամ էլ բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, այս ավտոլայվը երկակի նշանակություն ունի, առաջինը Թովմաս Թովմասյանի, այսինքն Վեդի երեխաների հորեղբոր հարազատների համար է, որ երբով չզանգեմ, եւ երկրորդը իհարկե հանրության համար է, մեկը կանգնեցնում է ինձ, չգիտեմ թե ինչի, այդ հասկանանք, մեքենայիս հետ խնդիր կա։ Մի վարկյան։ Բարի օր։ Մելիքը։ Շատ խնդալու է, գիտեք, չէ, քաղաքացիներ են մի հետաքրքիր հարցով, պատահական, լավ, խոսքով, առաջի հերթին հարազատների համար, երկրորդը հանրության համար, ես մանրամասն լսեցի այն ամեն ինչի ինչ որ տեղի է ունեցել, ինչպես է տեղի ունեցել, շատ հետաքրքիր դետալներ կան, որը նախնական մոտ այդ տպավորությունը կարող է փոխի է, շատ հետաքրքիր դետալներ կան, թե ոնց է եղել, ինչ է եղել, հատկապես այդ ժամանակ, երբ որ իրար տեսել են ոստիկանի հետ, հիշեցնեմ, որ հորեղբորը ձերբակալել են 3 ժամը 15:00-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի համար, երբ ոստիկանության աշխատակիցներից մեկի հետ կապված խնդիր էր առաջացել։ Նա զանգել էր, կասենք դե մանրամասն կասենք, բայց ես բան ինչ եմ ուզում ասել։ Ոստիկանության աշխատակիցը զանգել էր, ինչ որ հարցով, մեր մոտեցումն էր, որ չպետք է այդպես վարվեր, հիմքեր կային նաև կասկածելու, ես դետալների մեջ չմտնելով, ուղղակի նաև ասեմ, որ այս գործով եղել է մի չլսված բան, անչափահաս երեխու, որտեղ որ կա կասկած, որ իր նկատմամբ սեռական ոտնձգություն է եղել, տղամարդ քննիչ, որևէ վստահելի մարդ փոխը չկա, բերում են նստացնում են, ենթադրյալ այն մարդու հետ, որի ըստ է, տեսման ով է տեսել, ու այդքանից հետո մարդիկ վստահություն են, այդքանից հետո հենց մի հատ էլ նայում եմ, տեսնում եմ այնտեղ ականջիցերով կարողացա տեսնել, քննչական կոմիտեի նախագահն ասում, սա նորմալ է, սա կորա, ի՞նչն է նորմալ։ Լավ, խիղճել է մարդու համար։ Սխալ եք արել, տղամարդավարի ասեք սխալ ենք արել, հիմա մեր սխալները կուղենք։ Չնայած արդեն իսկ փառք Աստծո ոչ տենց արդեն շատ վատ հետևանքներ եղել են։ Կարծում եմ ոչ անդառնալի, հատկապես երեխեքի առողջության մասով եմ ասում։ Բայց ահավոր հետևանքներ են առաջացել այն բանի պատճառով, որ Հնատեն ասում եմ մենք այդ տեղեկություն ունենք, բայց հենց այդ ամբողջացա, ավելի վատ որ այդ տեղեկությունը ունենք։ Փետրվարից։ Բայց ոնց է լինում մեկը մի հատ Facebook-ում մի բան է գրում ձեր դուչեի մասին, կներեք Մուսոլինիից ներողություն եմ խնդրում։ Մի ժամ հետո արդեն լինում է ձերբակալված, ոնց է լինում որ տենց է լինում։
ասում են մի քաղաքականացրեք, օքեյ, չենք քաղաքականացնում, բայց պարզ իրականություն է սա։ Անունը ինչ ուզում եք դրեք։ Ուզում եք անունը դրեք բարդ մաթեմատիկա։ Ինչ ուզում եք անունը դրեք։ Ակնհայտ է, ասում ենք կոծկել չի եւ այլն, օքեյ, կոծկել բառներ չենք, այս բանը չեմ օգտագործում։ Անպուտությունը ակնհայտ է։ Դեր դնում եք պաշտպանում եք, ես չեմ հասկանում։ Լավ, այդ հələ թողնենք մի կողմ։ Ոստիկանը զանգել է, եղել է խոսակցություն, զանգել է հորը, այսինքն երեխաների հորը, որը տեղեկացրել է իր եղբորը, եղել է խոսակցություն, եղել է միջադեպ։ Որից հետո ձերբակալել են։ Ես վստահ եմ, որ սրանք կգումարեն նաև դեռ մի քանի օր առաջվա, որոշ ժամանակ առաջվա այդ մյուս դեպքը, որով որ նա այսպես վնաս էր տվել այն ժամանակ ազատության մեջ ֆրֆրացող իր եղբոր երեխեքի հետ վատ բաներ արած մարդու։ Դա էլ են հաստատ դնելու։ Բայց մենք ինչ ճիշտ է կա ասելու ենք եւ շատ հետաքրքիր դետալներ կար այստեղ, այս բանը չեմ ուզում բացահայտել։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր որ ներգրաված են եղել, ոստիկանները իրաց գործընկերոջը չեն պահի, այն ոստիկանը, որտեղ ներգրաված է եղել, ինքը ճիշտ ցուցմունք կտա, այդպես հույս ունեմ, էլի, այդպես հույս եմ այդ։ Այս աշխարհը մի օրով չի։ Ճշմարտությունը կարող է որոշ ժամանակ քողարկված մնա, բայց հետո բացահայտվելու է։ Հետո բացահայտվելու է, այդպես չի կարելի, չէ։ Ամեն դեպքում են էլ ասեմ, որ շատ տրամադրությունը բացվեց, ուրախացավ Թովմասը իմանալով, որ արդեն սայլը տեղից շարժվել է եւ ոնց որ թե գործողություններ են կատարվել, ձերբակալվել են, կալանքի հարց է քննվում, չգիտեմ, որոշում կայացվել է թե չէ։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչում նաեւ բացի են անընդունելի վարքագծից, որը ոստիկանության կոմպլետ ծառայողը իրեն թույլ է տվել, մենք այդ ամեն ինչը կպարզենք, դետալները այս բանի մանրամասները չեմ ասում, խոսենք։ Բացի այդ ամեն ինչից իհարկե դեր է ունեցել նաև այն հանգամանքը, որ ուղղակի անարդարության զգացումը, որ այսքան ժամանակ ոնց որ թե բան չի կատարվում, պատշաճ քննություն չի կատարվում։ Եվ եթե մենք անցնում ենք պատշաճ քննության ռեժիմի, կարծում եմ սա էապես կփոխի նաև ընդհանուր ֆոնը։ Եվ թող ապացուցեն, որ այո, պատրաստ են պատշաճ քննություն իրականացնել։ Եվ երբ խոսում են քաղաքական, չքաղաքական, գիտեք, ես այստեղ այնքան հստակ մոտեցում ունեմ։ Մեր մոտ այդ քաղաքական բառը բոբոյի պես բան է դառել։ Բոբոյի պես բան է դառել։ Բայց քաղաքական չի, ի՞նչ է։ Լայն առումով։ Այո, կուսակցական չի, բայց քաղաքական է, չէ։ Մեր բոլորի երեխեքի հարցն է, չէ, մենք պետք է իմանանք, չէ, այս երկրում մեր երեխեքը պաշտպանված են, թե չէ։ Իրավապահ մարմինները բացի քաղաքական հանձնարարություններ կատարելուց, գոնե այս գործերով զբաղվում են, թե չեն զբաղվում։ Այդ պատվախնդրությունը ինչ աշխարհ է դրսևորում։ Ես առաջի անգամ երբ այս թեմայով խոսում եմ, մի կարևոր միտք ասեցի։ Համապատրաստից իհարկե, բայց հետո հասկացա, որ դա կարևոր է։ Անգամ են մարդիկ, ովքեր որ հանցագործություններ են կատարում, տարբեր, անգամ դավաճանություն են կատարում, այսինքն ծայրահեղ հանցագործություններ։ Սա այն թեման է, որ իրանք ի վիճակի են այս թեմայով ասել չէ սա, որտեղ սա մարդու բնության այն ամենաֆունդամենտալ բաներից մեկն է։ Մարդը իրան մարդ համարելու համար պետք է գոնե վստահ լինի, որ ինքը այս թեման իր համար կարմիր գիծ է։ Եվ եթե ինքը ոստիկանական միջադատ ախազա, ուրեմն ինքը պետք է իր գործի առավելագույնը անի։ Այդ ես վստահ եմ։ Ու իսկապես չեմ կարող հասկանամ, էլի։ Լավ, այս ակնհայտ շատ մեծ ձևակերպում օգտագործեմ, անփութությունը, անգործությունը, ոչ պատշաճ վերաբերմունքը մեծ ձևակերպումները, ինչի ոնց է եղել։ Ոնց կարելի է երեխեքի նկատմամբ այդ հատուկ ուշադրությունը չլինել եւ իդեպ պատահական չեմ համարում, երբ որ իսկապես այս հարցը բարձրացել է, մարդիկ սկսել են զբաղվել։ Հաստատ եղել է հանձնարարություն եւ ես
Հուսով եմ, որ այդ հանձնարարություն տվողները իրավապահ մարմիններից է եղել վստահ եմ։ Հետևողականություն են դրսել։ Բայց սա սիստեմնի էրորի մասին է խոսում։ Սիստեմնի էրորա գործում։ Այսինքն մինչև հարցը չես բարձրաձայնում, հասցնում մարդկանց սրտերին, որ մարդիկ արա ասեն, ինչ եք անում։ Իրանք էլ զգում են, որ այստեղ խնդիր կա արդեն, չես զբաղվում այդ հարցերով։ Տենց ո՞նց է լինի։ Տենց չի կարա լինի։ Այն հարցերը, որոնք որ կոպիտ ասած Facebook-ում չեն, դրանցով կարելի է անգամ մանկապղծության հարցը կարելի է տենց զբաղվել տենց թեթև ռեժիմով։ Մարդիկ դուրսը լինեն, որ կրիմինոգեն իրավիճակ ստեղծվի։ Այդ անարդարությունից, որից մարդիկ ոնց կարող է դուրսը լինեն, առավել ևս երբ որ կա տեղեկություն դրա մասին։ Ու քննություն։ Սա вообще նորմալ չի, էլի, սենց ասեմ։ Սա вообще նորմալ չի։ Մենք հիմա պետք է, չգիտեմ, ստեղից ոնց ենք Մասիս գնում, գնանք Մասիս քննչական գործողությունների տեղեկացնեմ, թե ինչ ընթացք են ստանում քննչական գործողությունները, մենք հույս ունենք, որ արդարությունը, օրինականությունը այստեղ գերակայելու են, մենք ամեն ինչ անելու ենք դրա համար եւ առավելագույնը օգտագործելու ենք քննչական գործողությունների հնարավորությունները։ Քննչական մարմնին չվստահելու պատճառ մեծ պայծրությամբ ամենայն դեպս չունեմ, հուսով եմ շարունակեմ չունենալ, ներգրաված անձիկ, հուսով եմ բոլոր կողմերը ամբողջությամբ ճշմարտությունը կասեն եւ դրանից հետո հետևությունները արդեն ճիշտ հետևություններ կանեն։ Քննչական մարմինները ամեն դեպքում սա այն դասական իրավիճակը չի, որ տեղի ունեցավ բռնություն ու սենց ընես։ Սա այդ իրավիճակը չի, ստեղ նրբություն կա։ Ստեղ նրբություն կա։ Շատ լավ տեսնեմ այս ճանապարհներից ոնց են գլուխ հանում, հաջողություն։